Պարոն Զարուկյան, այլևս ունենք Քրքորյանի անվան փողոց, բայց դուք կարծես թե այդքան էլ հաշ չէիք այդ փոփոխության հետ, ինչու՞։ Ես ձեռնապակ վերակեցի, իհարկե Քրքորյանը շատ ուրիշ նման իմ բաննել է, այդլն են ասում անգլերենով, հպարտացել եմ, բայց այստեղ քաղաքական էր խնդիրը եւ ով էր ներկայացրել այդ նախագիծը, ես խնդիր ունեմ այդ խմբակցության հետ, որտեղ լուրջ կասկածներ կան կոռուպցիայի հարցերով, ես քաղաքապետարանում, որ շինարարության հարցերով եւ շատ ուրիշ խնդիրներով, որ իրաց մատը խառն է եւ Քրքորյանը ինքը անձամբ շատ ճիշտ է հարուսեր, բայց շատ հասարակ մարդ էր ու մաքուր մարդ էր, ինքը կոռուպցիայի դեմ է եւ չեմ կարծում ինքը ուրախ կլիներ իմանալով, որ այսպեսի կուսակցություն եւ թիմ շահագործում է իր անունը, որ մի բան նվաճի, այսինքն մարդկանց աչքի դեմ։ Ինքը Քրքորյանը ուրախ չէր լինի։ Ավանդական դիմադիր անդամները նաև դժգոհություն հայտնեցին, որ երբ իրենք են բերում փոփոխությունների նախագիծ, հա որևէ փողոց անվանափոխեն չի ընդունվում, բայց երբ իշխանության կողմից է դա լինում, ընդունում է։ Այս քաղաքապետարան ընդդիմությունը լրիվ անտեսված է, այսինքն նույնիսկ ողջամիտ, ամենաողջամիտ առաջարկներն ես անտեսված է, այնքան վախեցած են ըստ իշխանությունները, որ չգիտեմ ինչպես վարվեն, քաղաքին ավելի նախընտրում են վնասեն, քան ընդդիմության մի լավ առաջարկ լսեն, այդ վիճակում ենք տեսնում։ Մեկ էլ ձեր մոլոկանը, Մեսրոպ Մանուկյանը մեծ զրույցում ասաց, որ ավելի լավ կլիներ ավելի կենտրոնական փողոց Քրքորյանի անունով, այլ ոչ թե օրինակ Ծայրամասի փողոցը։ Չեմ կարծում էդի այնքան դետալը տարբերություն է տալիս, Լենինգրադին այնպես չի որ Ծայրամասը, բայց այստեղ փողոցի տեղը չի, այսինքն ով ինչա բերում եւ ինչա շահագործում, այսինքն այդ խեղճ մաքուր մարդու անունը շահագործում են մի տեխտոտ գործով զբաղվող կուսակցություն։ Նաև բարբերաբար խոսում եք կոռուպցիայի մասին, հա։ Տարբեր բացահայտումներ եք անում, այսօր նաև եւս անդրադարձակ, ինչ է կատարվում հիմա Երևանի քաղաքապետարանում։ Շատ վատ է վիճակը, շատ վատ է, մենք ահագին բացահայտումներ են կարել, բայց հակակոռուպցիոն կոմիտեն մատեմատին չի տալիս, նույնիսկ Ավինյանին ընդամենը 2 տարի առաջ են հարցաքնել եւ չեմ կարծում իր պապային ընդհանրապես հարցաքնել են եւ ես հետո կհրապարակեմ եկամուտները իրանց ինքն իր պապա եւ համեմատել ինչքան ասետներ, ինչքան հաստիկներ են ձեռք բերել, որը չի համապատասխանում։ Ես իր պապայի եկամուտները վերջերս մոտարպես գտել ենք, այդպես հրապարակում կա եւ եթե բացահայտենք, այսինքն թվերը չեն համապատասխանում։ Փողը որտեղից է, քան $3 միլիոն ծավալ ապրանքներ են գնել, տներ,